մի բան փաստ է, որ ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ, իշխանությունները զբաղված են անհասկանալի ինչով, իրենց սեփական անվտանգությունը ապահովելով եւ իրական հանցագործներին փողոցում թողնելով ֆեյք սարքած դատավարություններով եւ մարդկանց զրկակալելով, այս մարդիկ իրենց տեղում չեն, եթե այս հանցությունը չբացահայտվեց, ուրեմն իրենք դեռ երկար պատասխան են տալու այս արարքների համար, որովհետեւ այս ընտանիքը այնպիսի մարդիկ են անձամբ ճանաչում բոլորին եւ Վալուձյայի ընտանիքը որևէ մեկ արժանի չեն նման բանի, բայց այս մարդիկ համեստության, Վալուձյան ինքը համեստության տիպար էր, մեր լավ ընկերներ եւ այնինչ իր հետ կատարվել է չի ներմուծում եւ իրենք պիտի բացահայտեն, ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում։ Դա իրականում հետևանք է անարդարության, երբ որ իրական ոստիկանությունը զբաղված չէ իր գործով եւ արդարադատությունը չի վերականգնվում եւ պարզ չէ թե ինչ է կատարվել, նման բաներ են տեղի ունենում։ Վալուձյայի հետ զոհվել է նաեւ իր ընկերը ոստիկան, այսինքն ոստիկանները անգամ ի վիճակի չեն հասկանալու ինչ է կատարվում եւ իհարկե կապի մեջ եղել են Վալուձյայի հետ, նա ամբողջությամբ ընկալված էր Փարաքար համայնքի զարգացման գործերով, նա ընդհանրապես այլ բանով զբաղված չէր օր ու գիշեր։ Ես չեմ կարող իհարկե նման գնահատականներ տալ, դա ինչ շղթա է եւ ինչ է, բայց պարտավոր են ոստիկանները ապօրինի զենքով գործող այս մարդկանց, ովքեր վխտում են հասարակ մարդկանց մեջ, գտնել, բացահայտել կան տեսանյութեր, պիտի բացահայտվի, այս հնարավոր չէ սա չբացահայտել, միայն չցանկանալու դեպքում է հնարավոր չբացահայտել։ Հետևաբար բոլոր տեսանյութերը կան, պիտի զբաղվեն օր ու գիշեր դա անելով։ Մենք չենք կարող ապրել մի հասարակության մեջ, որտեղ փողոցում այսպես հաշվի առդար են տեսնում համեստ իրենց գործը անող, իրենց երկիրը սիրող անձանց համար։